ունեցանք հաղթանակ, ուղղակի հաղթանակը պահել էր պետք։ Ինքը Բերթամրոց էր, որը պաշտպանում էր ամբողջ հայությանը։ Այնքանից լավ եմ զգում, որ ես Արցախը տեսել եմ։ Մենք պահել ենք արցախցիներին, ախր մենք արցախցիներին չենք պահել, մենք մեզ ենք պահել։ Ուցեմ ես սիրում քեզ իմ Արցախ։ Արցախը նաև ամեն մի որդեպորույս մորս փոփանքներ։ Քեզ հավանանալու կարծում եմ, թե ես, բայց դե ոչ թե այդ ամիջը քանդում ասացի, քանդում այսպես մտցեցի պես քանդում։ Չունենք ոչ մի ուղղակի մաշակերտ Տիկին Ստեփանյան, շատերը ձեզ սոցցանցերից են ճանաչում, այդ հարթակում շատ ակտիվ եք եւ ոչ միայն մանկավարժեք, հասարակական գործիչ։ Ձեր գրառումներով հայրենասիրություն, լույս ու սեր եք տարածում, ինչի կարիքն այսօր ունեն բոլորը։ Ոգեշնչող են Արցախի մասին ձեր գրառումները։ Ինչ եք կարծում, խոսքով հնարավոր է համատարած անտարբերությունը փոխակերպել սրտացավության։ Միանշանակ հնարավոր է այսօր, քանի որ մենք դարձել ենք սոցցանցային ապրելաձև ունեցող ամբողջ աշխարհը կարծես սոցհարթակներով է ապրում եւ սոցհարթակներում է ապրում, այդ իսկ պատճառով եւ դրական խոսքը եւ բացասական խոսքը ազդեցություն է ունենում հենց սոցհարթակներում։ Դրա պատճառով էլ ես աշխատում եմ, քանի որ ունեմ հետևորդներ տարբեր տարիքից սկսած, աշխատում եմ, որ այո, իմ գրառումներով մարդկանց մեջ բարիություն սերմանել, հայրենիքի կարևոր դերը սերմանել, նրա պաշտպանելու իրական գաղափարը մարդկանց մեջ սերմանել, որ այսօր տեսնում ենք ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է նյութականության պատճառով։ Ես ուզում եմ, որ մարդիկ ազատվեն այդ ամենից։ Արցախում շատ եք եղել, որովհետև Սովետ միության տարիներին մենք մեր կուրսում ունեինք արցախցիներ, ու այնքան հետաքրքիր էր, մենք իրենց մի տեսակ նայում էինք կարծես ավելի վեհ մարդկանց, հա, այդպես Արցախը միշտ չնայած որ Հայաստանի կազմի մեջ չէր, Ադրբեջանի կազմի մեջ էր շնորհիվ այն ժամանակվա քաղաքական գործիչների, բայց մեր համար Արցախը այսպես մի տեսակ բարձր դիրքում է եղել, ու երբ որ շարժումը սկսվեց, այն ժամանակ մեր հասակակիցները այդ շարժումը սկսեցին, մեր այդ 20 տարեկան էին, 23, 24 սկսեցին եւ հաղթեցինք, այն ժամանակ մեր սերունդը կռվեց, պայքարեց, որ մեր երեխաները ունենան ազատագրված հայրենիք։ Առաջին անգամ ոտք եմ դրել Արցախ մահապարտների 20-ամյակի օրը, մահապարտների հետ եմ եղել Արցախում եւ այդ ապրումներս պատմվածքի եմ վերացել, վավերագրել եմ։ Ես մեքենայից վախենում էի, ինձ թվում էր ոտքս որ դնեմ, այդ հողը ամբողջությամբ արյուն է, ինձ թվում է որ քամեմ հողը, արյունը կկաթի, ու շատ զգուշ եմ ոտքս դրել Արցախ հողում։ Չպահեցինք։ Հետո ասելիք ունենք սերունդներին արդեն, պատմում ենք մեր տղաների մասին, մեր հասակակից տղաների, ովքեր գաղափարի հետևից գնալով շատերը, իրենց հետ տանելով իրենց գաղափարակիրների, ունեցանք հաղթանակ, ուղղակի հաղթանակը պահել էր պետք, չգնահատեցինք։ Ասում են Արցախը ձեր թուլությունն է, ոչ էր։ Որտեւ Արցախը ամբողջությամբ հայ արյամբ է, ամբողջությամբ հայ արյամբ ինքը մաքրվել է, դարձել է անաղարտ, դարձել է ինքը Բերթամրոց էր, որը պաշտպանում էր ամբողջ հայությանը, ամբողջ աշխարհի հայերն էին ոգևորված, հա, Արցախով, ինչքան հայորդիներ դրսից եկան ու Արցախում հաստատվեցին, որովհետև իրանք վաղվա օր էին տեսնում Արցախում ու շատ ցավալի է, որ այդ վաղվա օրը, չնայած ես հավատում եմ, որ Աստված զորեղ է, այդ վաղվա օրը կրկին ունենալու ենք, 100 տարին մեկ ունենալու ենք, միայն մեր ազգի մեջ այդ տոկունությունը չկոտրվի, այդ քաջասիրտությունը չկոտրվի, ես դրանից եմ միայն վախենում, որ
մեր երեխաների մեջ դա չկոտրվի։ Տեսեք 18 թվականին Արկադի Իվանիչի հետ ես իրեն միշտ ասում եմ դուք մեր ամենահրամանատարն եք, ամենագեներալն եք մեր ազգի։ Մուրացյանյան դպրոցում հայրենաճանաչության դասի էինք։ Արկադի Իվանիչը մի 13-14 տարեկան տղայի հարցրեց. հիմա դու ես խիզախ այս տարիքում, թե ես քո տարիքում, ասաց դուք երևի անհարմար զգաց, մտածեց որ իհարկե խիզախը ինքն է, ասեց չէ տղես, ասում է դու ես խիզախ, երբ որ ես քո տարիքում էի, որ անկարգություն է անում, տատիկս ասում էր խելոք մնա, թե չէ թուրքը կգա ականջդ կկտրի, հիմա թուրքը ում շուննա, դու ապահով վստահ ապրում ես, բայց փաստորեն այդ վստահությունը, եթե այդ նույն տարիքի երեխային հիմա հարցնես, կխուսափի պատասխանել։ Ցավը դա է, այդ այն շատացավ պատճառը։ Տիկին Ստեփանյան, վերջերս Facebook-յան ձեր էջում կիսվել եք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարներով։ Ինչ եք զգում այդ նկարներին նայելով։ Ափսոսանք, ցավ, հուզմունք, այդ օրվա ոգևորվածությունը, այդ օրը հերոս մարտիկները կնքում էին ապրիլյան պատերազմում զոհված տղաների քույրերին ու եղբայրներին։ Շատ ոգևորիչ օր էր այդ օրը Ղազանչեցոց եկեղեցում, հետո Բաքում շուրջ պար պարեցինք, մարտական պարեր պարեցինք, շատ սիրուն օր էր այդ օրը։ Ո՞ր թվականներ։ 19 թվականներ։ Վերջին անգամ եղել եմ 19 թվականին։ Իսկ եթե Արցախում այդքան շատ չլինեիք, կորստի ցավը ուզում եմ իմանալ, այդքան մեծ կլիներ։ Ավելի կապսոս էի, որ չեմ եղել։ Հիմա Արևմտյան Հայաստան վճարում են, որ գնան տեսնեն, հա, Արևմտյան Հայաստանը, ես չեմ գնում։ Դա մամուտն է, որ կորցրել ենք, հետո վճարեմ Թուրքին, որ գնամ տեսնեմ, իսկ հիմա ես այնքանից լավ եմ զգում, որ ես Արցախը տեսել եմ, ես չեմ վճարելու, որ հետո գնամ տեսնեմ։ Ես վայելել եմ Արցախը, Արցախցուն, շնորհակալ եմ եղել Արցախցուն, որ ինքն այնտեղ ապրելով պահում է հայրենիքից դարպասը։ Տեսեք շատերն ասում են, շատ հայաստանցիներ շատ ցավում են, որ տենց են մտածում, ասում են մենք պահել ենք արցախցիներին, ախր մենք արցախցիներին չենք պահել, մենք մեզ ենք պահել։ Մենք արցախցուն աջակցելով մեզ ենք պահել, որովհետև եթե արցախցին այնտեղ չապրեր ավելի վաղ թշնամին կգրավեր մեր տարածքներ, այսինքն մենք այդքան տարի մեր դուռն ու պատուհանը ապահով ենք զգացել։ Ինչ արել ենք, մեզ ենք արել, մեր համար ենք արել։ Ցավոք այդքան երիտասարդները մարտիրոսվեցին, ես իրենց չեմ ասում նահատակվեցին, իրենք մարտիրոսվեցին եւ ամեն մի մարտիրոսված զինվորի արյունը մեր բոլորի մեղքն է, բոլորս ենք պատասխանատու նրանց համար, չխնայեցինք, ոչ նրանց, ոչ մեզ, ոչ էլ Արցախը, ոչ էլ հայրենիքը։ Ամենաշատը ի՞նչն եք կարոտում։ Որ առավոտյան արտանայում եմ, ասում եմ, վայ ոնց եմ ես սիրում քեզ իմ Արցախ։ Այդ սոխակների դայլայլը ասենց ականջիս մեջ է։ Ջինջ էր ամեն ինչ։ Ոչ թե մարդկանց եմ գնահատում, մարդիկս մենք մեղավորներ ենք, մենք մեղավոր ապրում ենք այս աշխարհում, իսկ հայրենիքը ամեն ինչը պետք է վայելես, այն թիթեռը, որ թռնում է եղնուտ, դա էլ է իմ հայրենիքից։ Նույնիսկ կհավատակ ամբրանը, որ նահանգներում էի, մի պահ կա, որ մտնում ես գլենդել, այդ դիմացդ սարերը ամեն անգամ ասում էի, վայ, դիք ոնց որ Արցախում լինեն, որ քաղաքի մեջ այդ սարերն են։ Մենք էլ Երևանի փողոցներով քայլելիս շատ հաճախ նմանեցնում ենք Արցախի այս կամ այն փողոցը։ Ինչն է մեջս տպավորված, որ գնում ես մայրուղիներով ու մետրի վրա Արցախի դրոշ, Հայաստանի դրոշ, Արցախի դրոշ, մաքրություն ու ամեն քայլափոխի բոլորը քեզ ասում են բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկ բարև այնքան դրական բան է տալիս։ Արցախցիներին էլ եք հասցրել ճանաչել։ Մեծ մասին, այո, մեծ մասին։ Մինչև հիմա կապի մեջ ենք։ Սենց ես իրանց գրկեցի ու մնացին իրանք իմ գրկում, հենց առավոտն էի մտորում մի տատիկի մասին, ով մենակ է ապրում էստեղ, ու ինքը իր ընդամեն ինչ կարողացել վերցրել եկել է, բայց ինքը ընդեղ ունեցել է տարիների վաստակ, իր արած դրած,
Ու հիմա ինքը մենակ բախտիքմ հաճույքին, եմ ոնց որ տերևը որ պոկվում է ծառից ու քամին էս կողմից այն կողմ ակցում։ Հələ երիտասարդները մտածում ես որ կարող են մի բան անել, բայց այդ մեծահասակներին ես համարում եմ կարծես ծառից պոկված մի տերև, ովքեր ընկել են քամու բերան ու չգիտեմ որտեղ պետք է ընկնեն։ Ծանր բան է շատ։ Գիտեք, մեկ էլ ինչն է սրտից ցավ առնում, որ հիմա նույնիսկ մեկ իմ խոսքը լսի, մեկ էլ տակ կարող է գրի, բա որ մեր երեխեքը զոհվեցին, ախր անընդհատ համեմատում են անհամեմատելիները։ Դա էլ է ինձ ցավացնում, որ այդ համեմատությունները մեզ բերեցին այսօրվան։ Ոնց կարելի է համեմատել, չի կարելի։ Տարանջատել։ Չի կարելի, այս համեմատելը, համեմատվելը մեզ տանում է միշտ անդունդ, ներքև է քաշում։ Իսկ վեհությունը, որպեսզի վեհանանք, բարձրանանք, պետք է չհամեմատել, մտածենք, քայլ գցեցինք, այս քայլի արանքում ինչ լավ բան անենք։ Նորից քայլ գցեցինք, նորից ինչ լավ բան անենք, ոչ թե ում կարանք տրորենք, անցնենք առաջ, տրորենք, այդ ժամանակ թշնամին էլ է սկսում էր հետ հաշվի նստել։ Միշտ հաշվի են նստում ուժեղների հետ, իսկ ուժեղ մարդը բարիք գործողն է։ Ոյ չգիտեմ, Աստված զորեղ է, ես հավատում եմ վաղվա օրվան, լավ օրվան։ Բարությունը Փրկում է աշխարհը, ես դա փոքրուց եմ լսել, դպրոցից դեռ, չգիտեմ, այս դպրոցականները դա լսում են, բայց մեր սերնդի մեջ նստած է բարությունը փրկում է աշխարհը։ Եվ չարի վերջը հո հենց այնպես չի գրվել։ եւ գտնում եք, որ բարի գործեր անողները ուժեղ մարդիկ են։ Ոչ թե թուլության նշան է բարությունը։ Իհարկե, եթե դու կարողանում ես տեսնել ու չսպասել, որ քեզ դիմեն։ Դու տեսնում ես ու մտածում ես, որ կարող ես, սովորաբար ասում են, չէ, սպասի քեզ խնդրեն նոր արա, չէ։ Այդ խնդրողը դու չգիտես ինչ շահադիտական առումով է քեզ խնդրում, բայց երբ որ դու տեսնում ես ու մարդը ունի ինչ-որ մի աջակցության կարիք ու դու ձեռք ես մեկնում, դա ճիշտ է։ Ու սուսուփուս անցնում ես, չես էլ սպասում, որ սովորաբար ասում եմ, շնորհակալ չեղավ, հա, շնորհակալը դու պետք է լինես քեզ, որ կարողացար մի լավ բան անել, որտեվ լավն է, վատն է մարդը ինքը իրեն է անում։ Հիմա եթե ես ձեր համար մի լավ բան անեմ, դա նշանակում է ես ինձ համար արեցի, դա ես հաճույք ստացա այդ լավ բանից։ Վատ անողն էլ իր վատարածից է հաճույք ստանում։ Երկուսն էլ նույն վերջաբան արդյունքն է ցույց տալիս, բայց ուղղակի ճիշտ կլինի մենք լավ բան անենք։ Լավն է, վատն է, դիմացին ինչ ենք անում, մեզ ենք անում։ Հետո սենց ալիքը բերում է ինքը դրան դեմդ նետում է այդ քո արածը։ Սոցցանցերում ակտիվ եք, հավանաբար նկատել եք արցախցիների հանդեպ չարությունը, որ տարածվում է։ Այդ ահավոր է, ես մնում եմ ապշած։ Մարդիկ ինչ տարբերություն, մարդը միտեղ պետքա ծնվի, թե չէ։ Մարդ ասածը կապ չունի ազգությունը։ Մարդ արարածը ինչ որ միտեղ պետքա ծնվի, չէ։ Առավել եւս, եթե արցախցի է, ավելի հոգատար ու ջերմ ու սիրառատ պետքա լինենք նրանց նկատմամբ։ Այդ մարդիկ կորցրել են, ես շատ ցավում եմ ասում, իրանք ամբողջ իրանք ունեցել են մինչև 23 թվականի սեպտեմբերի 29-ը կյանք եւ սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերի 29-ից այս կողմ կյանք։ Ես քանի որ շատ ընկերներ ունեմ, երբ որ տեսնում լուսանկարներ են գցում, չգիտես, լացես թե ուրախանաս այդ ուրախ նկարի համար, որովհետեւ այդ իրանց անցյալն է։ Դեռ լավ է, որ պահպանված էլ ունեն իրանց հեռախոսների մեջ այդ նկարները, դրանով էլ մխիթարվում են։ Տեսեք, դուք ինձ ասում եք այդ նկարը, որ նայում եք, ինչ եք զգում։ Ես ընդամենը հյուր եմ եղել։ Բա պատկերացնում եք ապրած մարդը ինչ է զգում, երբ որ իր պապենական նորից ու ամեն անգամ ասում եմ, բա որ մեր երեխեքն են զոհվել, դուք տուն եք, ախր մի համեմատեք, դրանք տարբեր բաներ են։ Դա էլ է զոհվածի համազոր բան։ Երբ որ դու կորցնում ես քո ամբողջ այդ կյանքիդ էջը, վсё, փակեցիր, էլ չկա, այդ դիրքը վառվելա գնացել է, էլ չկա։ Մարդիկ թողել են իրենց այո կորցրած զավակների գերեզմանները։ Չկա միտեղ, որ գնան գլուխները դնեն, լացեն ու հոգու հանգստություն ստանան։ Ով կարողացավ իր երեխայի դին բերի, գոնե գնում այնտեղ մխիթարում է կամ գնում է ուղղակի որևէ մի զոհված երեխու դիակի վրա մխիթարում է։ Շատ զոհվածների ծնողներ, տեսեք, որ ասում եք Արցախ գնում էի, որովհետև մեր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Տիգրան Պողոսյանի մայրիկը
հաճախ էր գնում, ասացին կարի այսպեսի մի նախաձեռնություն անենք դեպի դիրքեր եւ հաճախ գնում էինք դեպի դիրքեր։ Դպրոցական երեխեքից նամակներ էինք տանում նրանց կողմից քաղցրավենիքներ եւ իր զոհված որդու թե ծննդյան թե մահվան օրը գնում էինք հենց իր անունը կրող դիրքերում ու այսօր այդ մայրը ասում է այ հիմա ես իմ Տիգրանին կորցրեցի որովհետեւ չնայած իր որդին իրենց գյուղում է ուղարկավորված բայց ասում է քանի ես գնում եմ Արցախ ես գիտեի իմ որդին ողջ է իսկ հիմա ասում է ես իմ զավակին կորցրեցի մեկ ընդմիշտ այսինքն Արցախը նաեւ ամեն մի որդեկ օրույս մորս փոփանքներ գոնե գիտեր հանունը ինչի էր իսկ հիմա այդ հանունին էլ որ չկա ծնողը ավելի են որ կրկնակի է մղկտում բա հանուն ինչի որ այո շատ մարդիկ մտնեն ու տենց վատ գրառումներ գրեն ոչ մի զոհվածի ծնող տենց գրառումներ չի գրում ես համոզված եմ որ այդ գրառումներն անում են այն մարդիկ ովքեր ընդհանրապես ոչ մի բան չունեն արած հայրենիքի համար ընդհանրապես որովհետև երբ որ մի մարդ տենց մի շուղ է դնում իր հայրենիքի համար ինքը իր հայրենիքի գինը իմանում է իր հայրենիքի զավակի ամեն մի շնչելն ու արտաշնչելն իմանում բայց ոչինչ չարած մարդիկ ու հիմնականում ես տեսնում եմ որ դրսում ապրող մարդիկ են այդ գրառումներն անում չէ որ դուք գնացել եք չէ լավ կյանքի հետևից հա արդարացնում եք ասում եք լավ կյանքից չեմ գնացել բայց այդ վատ կյանքում մենք մնացել ենք ու աշխատել ենք հայրենիքի համար ինչ-որ մի բան անել չեմ դատում ոչ մի գնացողը ես էլ ունեմ հարազատներ գնացած իմ կրտսեր որդին էլ է գնացել դա յուրաքանչյուրի իրավունքն է հարգում ենք չէ բոլորի իրավունքները բայց հաստատ իմ որդին բացի իշա հայրենիքի բացի իշա Արցախցու ոչ մի բան չի ասի ու չի անի մտածում այ ինքը պատերազմից հետո է գնացել բայց էլի մտածում եմ ինչ կարամ անեմ ինչ որ մի Արցախցու ընտանիքի համար կամ ինչ որ մի զոհված ընտանիքի համար ինչ կարանք անենք մամ դու մենակ դու ասա ինչ կարանք անենք մենք կանենք հիասթափված գնաց թե ուղղակի մի շաբաթվա մեջ որոշեց ու գնաց ձեր այն որդին է ով մասնակցել է 44 մեր օրյա ավակ որդիս է անընդհատ եղել Արցախում ստեղից տարել անհրաժեշտ իրեր, այնտեղից բերել է ընտանիքներ, տեղավորել են, ապահովել են 2 ամիս, Աստծո հաջողություն անբարով խերով ճանապարհել են գետ, առանց կասկածելու, որ հետ են գալու 2 տարի հետո։ Ցավոք։ Ինչ է պատմում ձեր ավակ որդին 44 օրյա պատերազմից։ Ոգևորված էր շատ։ Համ ցավում էր, համ ոգևորվում էր մեր տղաների արիությամբ։ Հաղթանակը հնարավոր էր։ Ոչ մեկս էլ բոլորս էլ հավատացել ենք հաղթանակ։ Ես չեմ կարծում, որ մի մարդ, որ կա նույնիսկ այն դիրքերում մարտնչող ծայրահեղ վիճակում հայտնված զինվորն էլ հաստատ համոզված է եղել, որ հաղթելու են։ Եվ նրանք գնացին հավատալով, որ հաղթել են։ Ոչ մեկ չկասկածեց, որ կորցրել են։ Հաճախ եք մտքերով Արցախում լինում, երբ որ ես հաճախ գնում եմ Արցախ տղաներս ինձ ասում են ինչ ես կորցրել, որ այդ ու ես մեքենա չեմ կարող նստեմ, սրտ խառնոց եմ զգում, բայց Արցախ գնալուց ոչ մի անգամ ված չեմ զգացել։ Հետո որ հասնում եմ, ասում եմ երեխեք դուք չեք պատկերացնում, Արցախը ասենց փաթաթվում է ոտքերդ ու ինքը քեզ նորից հետ է կանչում։ Դրա համար ես գիտեմ, որ մենք հանդիպելու ենք։ Ու հետո որ ավակ որդիս առաջի անգամ եղավ, եկավ շատ հուզված էր, ասում եմ, մամ, գիտես, այնտեղ ժողովուրդը լավ է ապրում, բայց իրանց երեխեքը չեն ժպտում, աչքերը չի ժպտում, իրանք միայն ձմեռն են ապրում, ամառը հենց գալիս է, իրանք անցած պատերազմի են սպասում, այդ պատերազմի սպասելիքով մարդիկ այդքան տարիներ ապրել են, ու ինքը իր կամովի որոշեց, որ պետք է գնա Արցախում ապրի եւ անվճար այնտեղի երեխաների համար մշակութային, ինտելեկտուալ, սպորտային ծրագրեր իրականացնի։ Մինչև 44 օրյա պատերազմներ որոշել։ Այո, որ եկավ երեխային դպրոցից գործերը վերցրեց, արդեն այնտեղ բնակարան էին վերցրել, որ պետք է գնան, մոտեցել էր նախագահից ուղղակի տարածք էր խնդրել, որ գնա այնտեղ երեխեքին չէր ծառայել պատահարի պատճառով, որոշել էր այդ իր 2 տարիները ծառայել հենց Արցախում, Արցախի
սերնդի համար ցավոք պատերազմը սկսվեց եւ ինքը մինչեւ հիմա էլ իր կյանքը կարծես իր մտքերով ինչպես այդ օրերին էր Արցախում, այնպես էլ մինչև հիմա ինքը արցախցիների հետ է գիշերը 12-ին իր ծննդյան օրը հենց արցախցի երեխաներն են գալիս շնորհավորել, որը շատ սուզիչ է։ Տարբեր մարզերից հավաքվում են ու գիշերը 12-ին իրանց դռան զանգը հնչում է։ Մենք գիտենք, որ արցախցի երեխեք եկան։ Դա էլ է շատ ցավալի, նայում ես այդ երեխեքի աչքերում, կարծես այսօր ապրում են, բայց իրանք մեկ էլ այսպես թախծում են ու գիտես, որ իրանք գնացին Արցախ այդ րոպեին։ Պատերազմի օրերից ինչ է պատմում։ Պատերազմի օրից, որ ասում էին, Արամ, չես վախենում, որ այդքան ամեն օր գնում ես, ասում էին մեքենայի մեջ այնքան օրհնված ապրանք կա, ինձ ոչ մի բան չի լինի, որովհետև իրոք ով որ ինչ անում էր պատերազմի ժամանակ, բոլորը մտածում են ամեն ինչ սրտով, նվիրվածությամբ, որ անեն զինվորի համար, Արցախցու համար ու ցավը հենց այդ է, որ ինչի՞ այդ ամեն ինչը կորավ, լավ։ Չէ՞ որ մենք այն ազգն էինք, որ Արցախցու համար բոլորս մի գիշերվա մեջ մենք ոնց բոլորին առանք մեր տներում, մեր սրտերում ապահովեցինք, բայց հիմա ոնց որոշեցինք, որ պետք է մեր սրտից հանենք իրանց։ Պատասխան ունեք այդ հարցը։ Չէ, իրանք իմ սրտում են, ես չեմ հանում։ Այո, որ հանելա ինքը պետք է մտածի, ինչու հանեց։ Չէ, որ ոչ մեկս մեղավոր չենք այս վերջակետի համար, որը ես դնում եմ բազմակետ ու հաստատ կշարունակվի լավ վերջաբանով։ Ես որ այսպես ասում ինձ ասում են, ոնց դուք ուզում եք էլի պատերազմ, էլի զոհեր։ Ամբողջ աշխարհն է պատերազմի մեջ, այսպես թե այնպես մենք զերծ չենք մնալու այդ պատերազմից։ Գոնե իշահ մեզ մի բան անենք։ Նախորդ որոշված էր հոկտեմբերի 24-ին Հովիկի ու Մարիամի հարսանիքը, Հովիկը Կավեինի լիգայից էր այդպես ընկերացել էին։ Դե Արամը Կավեինի լիգայի տնօրենն էր, Հումորի լիգան, հետո Հովիկ Արցախի թիմից էր, Մարիամը Հայաստանում էր, Հովիկը դիրքերում էր։ Դե հարսանիքի օրը չփոխվեց, Մարիամին Հայաստանից Արամը իր մեքենայով տարավ Շուշի եւ այնտեղ Հովիկենց բնակարանն էր, որը գնել էին եւ ոչ մի օր չէին ապրել։ Մարիամն այդ օր ուղակի իր հարսի զգեստը հագավ իր տան մեջ, գնացին եկեղեցի ու Արամը պատմա, որ ամբողջ ճանապարհին այդ փամփուշտների տարափ է եղել, ասում են, թվում էր, որ հասնեի Շուշի կանգնեի մեքենաս ամբողջովին ցանց պետք է լիներ, բայց ասում են կանգնեցինք եւ մի փամփուշտի տեղ չկար, այսինքն Աստծո օրհնությամբ այդ ճանապարհը իրեն գնացել էին ու Հարսին Արամներ տանում, Հովիկը դիրքերից իջավ, պսակադրությունը վերջի զանգերն էր Ղազանչեցած եւ մեր Նարինեին Ավանեսյան գիտեք Շուշի, ես իրան Շուշի եմ ասում, ամեն օր որ տեսնում եմ Նարինեն Շուշիում ասում եմ չէ փառք Տիրոջ, ուրեմն ամեն ինչ լավ է, որը Նարինեն Շուշիից դուրս եկավ այդ օրվանից արդեն տագնապ զգացի, մեկ էլ Նարինեն որ գրեց, ասում եմ վայ Նարինե ջան, դե գրի էլի, ես գիտես այդ ոնց եմ սպասում անհամբեր թե երբ է մեր հարսը հասնելու Շուշի։ Հետո եկան հետ Հայաստան, ես COVID-ով հիվանդ եկան, ինձ պատուհանից ողջունեցին ու գնացին Արամենց տանը հարսանիքը արեցին, սիրուն օր էր շատ, բայց տխուր էին, որ այդ կադրերը տեսնեք, Հովիկն էլ է տխուր, Մարիամն էլ, բոլորը տխուր են, որովհետև Հովիկ իջել էր դիրքերից։ Տիկին Մանե, ձեր կարծիքով երբ սկսվեցին մեր դժբախտությունները։ Երբ որ մարդիկ այսքան չարացան, երբ որ մարդիկ բաժանվեցին խմբեր, նույնիսկ ընտանիքները բաժանվեցին ու սկսեցին մրցույթ մարաթոնի դուրս գալ, ով շատ կարա ցավացնում, շատ կարա վիրավոր ու կարևոր բաները մնացին դուրս եւ սկսեցին համեմատվելով ապրել։ Վերջերս գրել եք սխալվել կարող ենք, սակայն այլևս ձախողելու իրավունք չունենք։ Ինչ նկատի ունեք։ Ի նկատի ունեմ նաև մեր իշխանությանը, եթե սխալներ են թույլ տվել, պետք է այլևս մտածենք, չձախողենք հանկարծ։ Որտեղ սխալների վրա պետք է մտածենք մեր ճիշտ քայլերը կառուցել։ Շախմատ պետք է խաղանք, որ շախմատ չլինենք, այլ հաղթենք։ Չձախողենք, իհարկե, ձախողելը կլինի մեր վերջը։ Դուք անընդհատ խոսում եք վեհ արժեքներից, հայրենիք, ընտանիք, հավատ, դիմադրություն, որոնք այսօր մեծ փորձյան են ենթարկվում։ Ինչ անել դրանք պահելու համար։
կհավատակ երևի էս միակ բանն է, որ արդեն sense անզոր եմ դարձել։ Երբ որ մարդիկ հավատը կորցնում են, արդեն սատանայի գրկում են հայտնվում։ Դե սատանայի գրկում հայտնված մարդուց էլ ոչ մի լավ բան չի սպասում։ Կրակի մեջ վառվում են բոլոր նրա հետ հայտնված մարդիկ։ Դրա համար պետք է մի քիչ աստվածավախ լինենք, հետևենք այդ մեր հենց հավատի մեր ազգի մեջ կան մարդիկ, ովքեր աթեիստ են, կան մարդիկ, ովքեր հեթանոս են, բայց միևնույն է ինչ որ բանի հավատ կա, չէ՞ մեկը այդ ամեն ինչի մեջ է։ Եթե աթեիստ ես, սատանային չես, չէ՞ հավատում։ Եթե հեթանոս ես, էլի սատանային չես հավատում, չէ՞։ Եթե ես քրիստոնյա եմ, էլի սատանայի հետևորդ չես։ Ուրեմն բոլորդ ամենքը ձեր հավատը պաշտեք, հետևեք, որ մի լավ բան լինի։ Եթե ասում ես ես քրիստոնյա չեմ, հեթանոս եմ, սատանայական արարք մի արա։ Որտեվ հեթանոյմա այլազգերն էլ ունեն իրենց հավատքը, չէ, իրենց աստվածն ունեն, մենք Հիսուս ենք ասում, իրենք մեկը Ալլահ ասում, մեկը չգիտեմ ինչ է ասում, բայց մեկը իրենք իրենց հավատի նվիրյալն ու հետևորդն են, ապա մենք ինչու չենք։ Այդ է մեր ձախորդությունը։ Դրա համար այդքան անեծք են անում առանց վախենալու, որ սատանայի գրկում են հայտնված։ Բայց լավ բան կլինի, չի լինի։ Չէ՞ որ տիեզերքից ամեն ինչ հետ է գալիս։ Բանեցքա հետ գալի անեցված են, եթե դուք ուշադիր եք, ամեն օր, որ դա էլ է ինձ զայրացնում, որ բոլորը այդ վատ դեպքերը անընդհատ դա էլ է, չէ՞, բացասական էներգիա։ Դրական էներգիա էլի լցրեք, թեկուզ համացանցը, մի լավ բան գրեք, ասեն գրում են, ինչ մարդ ես երեխան ա ունեցել, ասում են, ինձ պետք է որ գրմես, բայց եթե մի հատ վթար ա եղել, մեկը մահացել ա, բոլորը կիսում են, տարածում են, լավ լուրը թող տարածեն։ Թող լավ լուրը տարածեն։ Դրա համար էլ այդքան երիտասարդ պատերազմից չէ, վթարից են մահանում, իրար են սպանում։ Այն մեկին թարս նայում ա, վերցնում են դանակը, մտցնում են այն մյուսի փորը։ Ոնց կարելի է։ Սատանայի թելադրանքով ապրում է այսօր մեր ազգը։ Ամենավեհ բանն է, ներողություն խնդրի, շնորհակալ եղեք։ Շնորհակալ եմ այսօր, որ մենք հանդիպեցինք եւ զրուցեցինք։ Բավականին հույզեր մեջս արթնացան, լավ հիշողություններ եւ ոչ թե տխրեցի, այլ ընդհակառակը։ Նույնիսկ որ դուք աշխատում եք, ես համոզված եմ, ուրեմն դուք էլ եք իմ նման վստահ, որ վաղը լինելու է եւ մեր հանդիպումը Արցախում լինելու է։ Դուք որ անընդհատ հետևում եք մեր աշխատանքին, Արցախ TV-ի աշխատանքին եւ միշտ մեկնաբանություններ եք թողում, դա եւս մեզ ոգևորում է, ոգեշնչում է։ Չնայած ասեմ, որ ամեն մի հաղորդումը նայելիս մի լավ հուզվում եւ լացում եմ բոլորի հետ, մի պահին տեղափոխում եմ իրենց կյանք, հետո այդպես իրենց հետ քայլում եմ ու ասում եմ Տեր ջան, ողորմյա մեզ բոլորիս, որ նրանց այդ իրավիճակում թույլ տվեցինք հայտնվեն։ Եվ իրենք եւ մենք բոլորս։ Ոչ մեկը չի ուզում լքել իր հողը, իր տունը, չի ուզել նաեւ Արցախցին։ Այդ մարդկանց ամբողջ յանքը պայքար էր, հանուն բարձ մարդկային ցանկության, ապրել իր տանը, ապրել ազատ։ Այո, ծառը, չէ որ հողի մեջ դնում ենք, ջրում ենք, մեծացնում ենք, բերքատու ծառա դառնում, հենց իր տեղը փոխում ենք, ինքը չորանում է։ Այ եթե յուրաքանչյուրս այդպես մտածենք, յուրաքանչյուր իր բնորանը թողած մարդու մասին, ոչ մի չար բան չենք ասի։ Կաշխատենք ջրենք, բերիացնենք, որ ինքը նորից պտուղ տա։ Տուն վերադարձը կլինի, հավատում եք։ Կհավատակ, որ հավատում եմ, պատկերացրեք։ Հավատում եմ եւ ես ամեն օր իմ աղոթքներում ասում եմ Տեր ջան, ողորմյա մեզ, ների մեր մեղքերը, այն բոլոր չարանենք մարդկանց սրտերը փափկացրու եւ առանց պատերազմի լինի այնպեսի մի բան չէ որ ամենազորեղը Տերն է, այնպես լինի որ բոլոր որոշումները ամեն ազգի շահի գործի, իսկ Արցախը երբեք չի եղել Ադրբեջան, Արցախը միշտ Հայաստան է եւ վերջ։